Հարգելի հեռուստատողներ, ինչպես տեղյակ եք, երկու օր առաջ իսպանացի 9 լեռնագնացներից բաղկացած արշավախումբը Արագածի Հյուսիսային գագաթին ձնահյուսի տակ էր մնացել, նրանցից 8-ը փրկվել են, մեկի մասին սկզբում տեղեկություն տարածվեց, որ անհետ կորած է, ապա ավելի ուշ նշվեց, որ մահացել է։ Որոն ուղղափրկարարական աշխատանքներին մասնակցել է ըստ ստացված տեղեկությունների 51 փրկարար, լեռնագնաց, այդ թվում ալպինիզմի, լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ Ռաֆայել Խուդոյան, ով այսօր մեր հյուրն է։ Բարև ձեզ, պարոն Խուդոյան, շնորհակալություն մեզ հյուրին կալվելու համար։ Սկզբում կխնդրեի նախ այդ ողբերգական դեպքի մասին պատմեք, նաև հետո դրանից հետո ծավալված որոնողական եւ փրկարարական աշխատանքների։ Ալպինիզմի ֆեդերացիան արդեն իսկ զգուշացրել էր ձնահյուսի վտանգի մասին, ոնց որ Հայաստանում եղող բոլոր լեռնագնացները տեղյակ էին դրա մասին, որ կարա ձնահյուս լինի, բայց ցավոք սրտի միշտ չի, որ օրինակ արտերկրից եկած մեր հյուրերը հետևում են այդ նորություններին կամ ալպինիզմի ֆեդերացիայի թարմացրած ինֆորմացիային, ըստ երևույթին իրանք այդ վտանգի մասին լուրը չեն կարդացել, բայց իրանք եղել են պրոֆեսիոնալներ, իրանց խումբը եղել է պրոֆեսիոնալների խումբ, ունեցել են մեծ փորձ, ինչպես արդեն իրենք են փաստում այդ մասին, 30+ տարիներ իրանք եղել են այս գործի մեջ, թե եթե վերլուծենք ինչի հետևանքով է տենց եղել, դժվար կլինի, բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ որ ունենք։ Ինչ աշխատանքներ են կատարվել այդ դեպքից տեղի ունեցածից անմիջապես հետո, ինչ ժամանակում է ինֆորմացիան ասել փրկարարներին, արձագանքը, արդյոք այդ ամենը ճիշտ ժամանակամիջոցում է տեղի ունեցել։ Ես փորձագետ չեմ, բայց ես ոնց որ լեռնափրկարար եմ ու համապատասխան փաստաթղթերով ու անցած համապատասխան որակավորում կարող եմ ասել գործողությունների հերթականությունները եւ քայլերը։ Այսինքն, եթե այն ահազանգ են ստանում, որ ինչ-որ դեպք է պատահել, նախ պետք է ճշտել այդ դեպքի իրականությունը։ Այսինքն, ամեն մեկի զանգով կամ նույն այդ ուղղաթիռի պատմությունը, հա, ասենք զանգեցինք ուղղաթիռին, ասեցինք, բարի հասի դեպք է պատահել, ուղղաթիռը իմ կարծիքով տաքսի չի, որ տենց վարկենական գա հասնի տեղ, բացի այդ պետք է ուղղաթիռը որոշակի ճշտումներ անի այնի հետ, այնուհանդերձ հասկանա իր գործողությունների հաջորդականությունը։ Հետևաբար այդ 40-45 րոպեի մասին, որ խոսվում է, ըստ իս ամեն ինչ նորմայի սահմաններում է, որտեղ այնտեղ բավականին թեկուզ բյուրոկրատական, բայց կա որոշակի գործողություններ, որ մարդիկ երկկողմանի պարտավոր են պահեն։ Իսկ այդ արդեն որոշակի ժամանակ է։ Բայց բնականաբար հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր որ ասում են դանդաղ են անում, քանի որ այդ մարդիկ շոկի մեջ են, որոշակի ինֆորմացիաներ կա, որ իրանք այդ ընթացակարգերին չեն տիրապետում, դրա համար էլ այդպես խոսակցություններ կա։ Արզեն, այ ասում են, թե ձնահյուսը լեռնագնացների ահուս արսափն է եւ ըստ վիճակագրության մարդու մասնակցությամբ կամ գուցե ներկայությամբ, ասենք ձնահյուսերի մեծ մասը տեղի ունենում հենց մարդու մեղքով, այսինքն մարդկային գործոնը այստեղ կա։ Կոնկրետ այս դեպքի մասին ես ոնց որ մի քիչ առաջ ասեցի, որ մարդիկ եղել են պրոֆեսիոնալներ, նորից եմ ասում, մարդիկ եղել են պրոֆեսիոնալներ, այսինքն մարդ, որը որ 30 տարի զբաղվում է լեռնագնացությամբ, ինքը չի կարա չլինի պրոֆեսիոնալ, որտեղ այդ 30 տարվա մեջ հաստատ լիքը փորձություններով ինքը անցած կլինի, եւ ամեն դեպքում այդ կարապատահի բոլորի հետ ոչ մեկ դրանից ապահովագրված չեն։ Նույն սխալները կարանք անենք բոլորս։ Հիմա թե ինչա պատահել այս դեպքում, այդ խոսակցություններից ելնելով կամ իրանց անցած ոնց որ ճանապարհից ելնելով կարելի է ասել, որ որոշակի իրանց մեղքը այդտեղ եղել է, հա։ Ու հիմնականում այդ մարդկային գործոնը շատ մեծ դեր է խաղում ձնահյուսի մեջ։ Ինչ են մարդիկ, եթե ոչ պրոֆեսիոնալ լեռնագնացները, ապա այսպես սկսնակները, սիրողական, հա, այդպես ինչ են սխալանում, որ տեղի ունենում ձնահյուս։ Հիմնականում եղանակային պայմաններին չհետևելը, այսինքն այդ շատ արագ տաքացումները, ինֆորմացիայի պակասը։ Այսինքն առաջինը ինֆորմացված չլինելը, այո, ինֆորմացիա չունեն եւ հասկանալի, իսկ կոնկրետ գործողությունների իմաստով ինչ են սխալանում, գուցե պետք է ինչ-որ հատվածներ մեկ-մեկ անցնել կամ խմբով անցնել կամ չգիտեմ ինչ-որ
մեկը մյուսին օգնելով անցնել, չգիտեմ այդ մասնագիտական նրբությունները, բայց ինչ են սխալանում, որ հարուցում են այդ ձնահյուսը։ Մասնագիտական նրբություններից կարելի է շատ երկար խոսալ, կարծում եմ, այս եթերի մեջ էլ չենք տեղավորվի, ամեն դեպքում պետք է հետևել համապատասխան կանոններին, որոնք կարող են կարդալ եւ գտնել Ալպինիզմի եւ Լեռնային туриզմի ֆեդերացիայի պաշտոնական կայք էջում։ Այսինքն գոյություն ունի համապատասխան մարմին, որտեղ կա ամբողջ ինֆորմացիան դրա մասին։ Դե բնականաբար, եթե մարդիկ գնում են սարեր, մարդկանց կոչ են անում անպայման հետևել կարգապահությանը, լեռնային կարգապահությանը, ինֆորմացված լինել, առաջնահերթ այդ ինֆորմացիայի պակասն է բերում աղետների։ Այսինքն չեն տիրապետում, չեն հասկանում լանջի թեքությունը, լանջը կտրելով են անցնում այս դեպքում ոնց որ ավելի կոնկրետ ու ստացվում է ձնահյուս ու մարդկային գործոնով արդեն, էլի ոչ թե ինքնուրույն։ Եկեք մենք խոսենք ձնահյուսի պատճառներից, մեծ դեր այստեղ եղանակային գործոնը ունի, տեսեք, ես չկան հասկանում եմ առատ ձյունը կամ ինտենսիվ ձյունը, երբ ծածկույթին կա հին ձյուն, երբ նորը գալիս է այդտեղ վտանգը մեծանում է ձնահյուսի, երբ անձրևներ են գալիս ինտենսիվ, այդտեղ եւս վտանգը մեծանում է, կտրուկ ջերմաստիճանի, բարձրացումը կարող է նպաստել կամ հզոր քամիները, այլ ինչ նպաստող ինչ որ եղանակային գործոններ կան ձնահյուսի առաջացման։ Տեսեք, օրինակ թեթև ցնցումը կարա բերի ձնահյուսի, եթե արդեն ինքը ինչ որ մազի վրա է, որ պետք է ձնահյուս լինի, ու այդ թեթև ցնցումը կարա իրան բերի ձնահյուսի։ Օրինակ ինչ որ թեթև երկրաշարժ, երկրաշարժի արդյունքում կարա նորից լինի ձնահյուս։ Օրինակ ինչ որ քայլերից, մարդկանց հենց արած քայլերից, այսինքն չնայած մենք խոսում ենք եղանակային պայմաններից, բայց ոնց որ մարդկային գործոնի մասին մի քիչ շեշտադրումը կան։ Օրինակ ֆիլմերում այդպեսի դրվագներ կրկնվող շատ կան, ասենք կրակոցից, դետոնացիայից, այդ ցնցումը ուղղակի ես չեմ ուզում ասենք կրակոցներ կամ բան, որտեվ մարդիկ հիմնականում ովքեր որ այս կարգավիճակի մեջ էլի լեռնագնացներ են զենքերով չեն գնում, լեռներ, կրակոցներ չեն անում, բայց ամեն դեպքում, այդ կրակոցներից, պայթյուններից, դետոնացիայից տեղեր կա օրինակ աշխարհում, որտեղ որ արհեստական հենց ձնահյուսեր են անում, որ հետագայում ավելի մեծ խնդրի առաջ չկանգնեն, այսինքն գիտեն, որ ձնահյուսի համար վտանգավոր գոտի է ոնց որ իրանք արհեստական անում են այդ։ Այսինքն կա հատուկ սարքեր կամ բերում վերևից են բաց թողում ընկնում ինչ որ թեթև պայթյուն ալնում ձյունը իջնում է կամ հեռվից ինչ որ հատուկ տեխնիկայով կրակում են այդ ուղղությամբ, էլի պայթյունը առաջանում, էլի ձյունը իջնում է, որ հետագայում ավելի մեծ ձնահյուս չլինի ու ոնց որ վտանգներից կամ աղետներից խուսափեն։ Բնականաբար ռելիեֆը եւս նպաստում է, ես օրինակ կարդացել եմ, որ ամենավտանգավորը ձնահյուսերի համար համարվում է թեքության 25-ից 45 աստիճանը, որովհետև ավելի թեքերի դեպքում ձյունը կարծես շատ չի կուտակվում, երբ թեքությունը շատ է, ավելի քիչերն է բնականաբար ավելի քիչ վտանգավոր են։ 25-ից 45 միջակայք, այդպես է։ Հա, այդպես է, ու այս Արագածի դեպքը մի քիչ ինքը ոնց որ տարօրինակ դեպք էր, որտեղ եթե նկարները տեսել եք, ինքը հենց սկիզբը որտեղ որ կա, այսինքն իր ամենավերևի մասը հենց ժայռերից փոկված իջած, այսինքն ժայռերի վրա ձուն է եղել փաստացի, նկարները դրա մասին են փաստում, էլի վերևից փոկվել ու իջել է։ Հնարավորություն կա շրջանցել ինչ որ կերպ ձնահյուսը։ Նախ ոնց որ արդեն ասեցիք, այդ անկյունները աստիճանները իմանալն է եւ այդ տեղերից խուսափելն է, հետո անցնելուց եթե եկել հասել ենք մի հատ իրավիճակի, որ ստիպված պետքա այդ հատվածով անցնենք ու գիտակցելով իմանալով, որ պետքա կարա լինի վտանգ կա ու պետքա մենք անցնենք, պետքա անցնենք օրինակ հերթով, առաջինը գնա, հետո երկրորդը գնա, հետո երրորդը գնա, ու հետո համապատասխան լենտեր գոյություն ունեն, որոնք որ հիմնականում լեռնագնացները կապում են իրանց վրա, որ ձնահյուսից հետո ասենք իրանց տեղը հեշտ հայտնաբերվի, քանի որ այդ լենտերը լինում են բավականին թեթև եւ սահուն, իսկ ձնահյուսից ժամանակ այդ թեթև եւ սահուն լենտերը բարձրանում են վերև, այսինքն մատնում են իրանց գտնվելու վայրը։ Երկար մանգալու կարիք չի լինում ու հեշտ է լինում մարդկանց կյանքերը ոնց որ փրկել։ Հայաստանի որ լեռներն են այս իմաստով առավել վտանգ ներկայացնում ձնահյուսի։ Տեսեք, Արագածը մինչև այս դեպքը ինքը տենց ձնահյուսի համար վտանգավոր լեռ չի համարվել, բայց օրինակ մենք նախկինում դեպք ենք ունեցել Արայի լեռում։
Արայլերում ու մեր սերունդներին, որ հարցնում ենք լեռնագնացներին, նաև Հատիսում հենց այդ մասին է ուզում խոսալ, շատ ձնահյուսեր է լինում, բայց փաստացի ինքը մի քիչ ավելի կարճ է լինում, էլի տարածությունը մասշտաբը ավելի փոքր է լինում, բայց ամեն դեպքում ձնահյուսը մնում է ձնահյուս։ Աստորեն բարձրությունը վտանգի հետ այդքան կապ չունի, տեսեք Հայաստանի տարածքում ամենաբարձր արագածն է, բայց այդ իմաստով ամենավտանգավորը չէ, օրինակ Հատիսը ավելի կարելի է վտանգավոր։ Մի բան էլ փաստենք, որ արագածի այցելությունները ձմեռվա սեզոնին ավելի քիչ է ու ինքը այս վերջերս է հաճախակիացել, հետեւաբար ցավոք սրտի, բայց ոնց որ վիճակագրություն եւ փաստ է, որ հետագայում կարա նման դեպքերը զարգանա։ Իսկ նման դեպքերից խուսափելու համար արդեն որոշակի գործողությունների է պետք հետևել պետության կողմից։ Ինչ կարելի անել, երբ մարդը անխուսափելորեն հայտնվում է ձնահյուսի տակ, այնտեղ եւս ինչ-որ միջոցներ կան։ Նույնիսկ ես գիտեմ ձնահյուսի գույք կա հատուկ, այդ բահը ինչ-որ էլի սարքավորումներ, որոնք պետք է օգնեն գոնե կարճ ժամանակ գոյատևել, մինչև օգնությունը հասնի։ Տեսեք, հիմա ինտենսիվ էս մանավանդ վերջի եղած դեպքի ընթացքում ինտենսիվ խոսում են գույքի ու համալրվածության մասին, անձնական գույքի ու համալրվածության մասին, այնտեղ այն ինչը որ պիտանի է լինելու ձնահյուսից մարդուն գտնելու համար, դրանք հիմնականում զոնդ է կոչվում, շուղեր են, որոնցով որ կարող ես փնտրես։ Այնտեղ մեթոդ կա էլի կիրառելու եւ դե բահերը բնականաբար իրանք լինում են բավականին թեթև, բայց բավականին արդյունավետ ձյունը փորելու համար բահեր։ Հենց ինքը տենց դրա համար սահմանված բահեր։ Ասում են, որ 50% փրկվելու հավանականություն կլինի, եթե ձնահյուսի մեջ հայտնված մարդու պարագայում ձյան ծածկույթը 1 մետրից ավելին չէ, նաև օգնությունը գոնե 1 ժամում հասնում է քեզ։ Տեսեք, ձնահյուսում եղած մարդկանց դեպքում, այսինքն եթե ինքը հայտնվել է արդեն ձյան տակ, այնտեղ շանսերը մոտավորապես 30 րոպե են, իր ողջ մնալու շանսերը մոտավորապես 30 րոպե են։ Մի մետրը պետքա մի հատ նախ հասկանանք ինքը նախ այդ ձյան խտությունն էլ ոնց որ ինչ որ միտեղ կապ ունի, էլի, որտեղ մի մետր կա ձյան խտությունը նոսրա կոպիտ ասած, չէ, մի մետր կա ձյան խտությունը խիտ է, հետեւաբար արդեն քաշի տարբերություն էլ կա։ Դու արդյոք հասցրել է ինքնապաշտպանական այդ բահով օգտագործել, տարածք ստեղծել օդի համար։ Ու ինքը դեռ հաստատ չի կարող ինքնապաշտպանական բահ օգտագործի, ովքեր որ բախտ են ունեցել ողջ մնան ձնահյուսից հետո իրանք կարան պատմեն ինչքան սեղմված են լինում, հիմնականում թոքերը սեղմվում է ու մարդիկ ոնց որ ունենում են արդեն շնչառական դժվարություններ։ Ես փորձեցի վիճակագրական ինչ-որ հետաքրքիր տվյալներ դուրս բերել, օրինակ աշխարհի ամենահզոր ձնահյուսերը ըստ վիճակագրության տեղ են ունենում Հիմալայներում, հա։ Կա ինֆորմացիա, որ 1970 թվականին Պերուում հզոր ձնահյուսը ամբողջությամբ մի քաղաք է ծածկել եւ հազարավոր մարդիկ են ձյան տակ մնացել, զոհվել, նաեւ մինչև 300-350 կիլոմետրի կարող է հասնել, հա, այդ արագությունը ձնահյուսի եւ միջին հաշվով աշխարհում ամեն տարի մոտ 150 մարդ է մահանում ձնահյուսի տակ մնալու պատճառով։ Ու ձյան ծավալը մեկ ձնահյուսում կարող է հասնել միլիոնավոր խորանարդ մետրեր, դա հասկանալի է։ Կա նաև այսպիսի բան, որ ձնահյուսը հնարավոր է կանխատեսել, դուք նշել եք, չէ՞ որ այդպիսի ինֆորմացիա կար, որ աստորեն կանխատեսված էր, բայց կանխատեսումները ես ինչքան հասկանում եմ երկարաժամկետ չեն կարող լինել, որովհետև ձնահյուսերը ձևավորվում են եղանակային կտրուկ այդ փոփոխությունների հետևանքով, հետևաբար այդ կանխատեսելիության մասին ինչ կարող եք ասել։ Հիմնական իր վրա ազդող գործոնը, ամենամեծ գործոնը դա եղանակային տատանումներն է, կտրուկ տատանումներն է, այսինքն կտրուկ եղանակը տաքացավ, այդ ընթացքում ձյուն եկավ, ոնց որ օրինակ ես վերջի մեր ձյան առատձյան տեղումները, հա, նախորդ ձյունը մի քիչ ավելի ոնց որ պինդ էր, հետո իր վրա եկավ մի հատ մեծ քանակի ձյուն, որից հետո միանգամից եղանակը տաքացավ։ Ու ոնց որ արդյունքում եղավ ձնահյուս։ Ես ճիշտ եմ հասկանում, չէ՞ որ հիմա էլ այս շրջանը առհասարակ համարվում է վատ շրջան, այսինքն բարձր ռիսկայնությամբ ձնահյուսերի շրջան եւ ինչ զգուշացնող, զգոնացնող, եթե որպես մասնագետ կոչ ունեք, խոսք ունեք։ Տեսեք, հիմա լեռնագնացներին, այդ գործը սիրողների համար լեռնագնացներին եւ առհասարակ արշավականներին ու առավել եւս Հայաստանում բնակվող մեր ընկերներին ու արշավականներին հիմա
գալիս է արդեն ամենավտանգավոր ոնց որ եղանակը, որովհետև եղանակը գնալով տաքանում է, դե բնականաբար ձյունը սկսում է հալվել, այնտեղ թեկուզ ավելի ցածրատիր գոտիներում մենք ունենք լեռնային գետեր, չէ՞։ Լեռնային գետերը իրանցից արդեն բավականին մեծ վտանգ են ներկայացնում, քանի որ իրանց հոսքը ուժեղ է, իրանք թեկուզ լայն չեն լինում որպես կանոն, բայց ամեն դեպքում հոսքը շատ ուժեղ է լինում ու հաշվարկները ճիշտ չանելու դեպքում բնականաբար կհայտնվենք ինչ-որ մի հատ վատ իրավիճակի մեջ։ Դրանից խուսափելու համար պարբերաբար պետք է հետևել եղանակի տեսությանը, արկածախնդրություն ամենակարևորը չանել։ Եվ վերջում փորձենք ավարտել մեր զրույցը եզրափակել, տեսեք Հայաստանը հարուստ է լեռներով, բայց ինչքանով է մեր մոտ այդ լեռնագնացությունը զարգացած եւ արդյոք հեռանկարում կարող է տուրիստական ինչ-որ շատ պահանջված ուղղություն լինել։ Տեսեք, լեռնագնացությունը շատ մեծ ոնց որ թափ հավաքեց հենց COVID-ի ժամանակ, հա, արշավները, այսինքն դրանից առաջ էլ ինքը կար գոյություն ուներ, կային խմբերը, արշավական ակումբները, արշավականները, լեռնագնացները, բայց ինքը ավելի շատ պոպուլյար դարավ այն ժամանակ, երբ որ եղավ այդ COVID-ի խնդիրը ու ոնց որ այն հիմնական հանրային այցելության վայրերը փակվեցին։ Ու հետեւաբար մարդիկ արդեն տանից դուրս գալու համար սկսեցին գնալ լեռներ, որտեղ որ կարծես թե արգելքները ավելի քիչ էր։ Հիմա տենդենսը շարունակվում է։ Հիմա տենդենսը շարունակվում է, որտեղ ինքը տենց լավ PR եղավ, մարդիկ գնացին, հասկացան, որ լեռներում լավ է, լեռներում արդար է ու սկսեցին սիրել լեռները, հետեւաբար ինտենսիվությունը գնալով աճեց, նաև մեր զբոսաշրջիկների մոտ արդեն օրինակ ասենք լեռ գնալուց բարձրանալուց ինչ որ միտեղ շատ տարբեր ազգերի ներկայացուցիչների ենք հանդիպում, տարբեր կազմակերպությունների ենք հանդիպում, շարունակելով ասեմ, որ լեռնային туриզմը մեր մոտ բավական մեծ պոտենցիալ ունի, որտեղ Հայաստանի Հանրապետության 80 եւ ավել տոկոսը ինքը լեռնային է ու պայմաններն էլ շատ նպաստավոր են, որտեղ բարձրություններին հասնելու համար մեծ տեխնիկական ջանք չի պահանջվում, իսկ այդ բարձրությունների հետևից էլ մարդիկ գալիս են, պլյուս մեր գեղատեսիլ վայրերը։ Շնորհակալություն։ Այսքան արգել հեռուստատուներ, մեր հյուրն էր Ռաֆայել Խուդոյանը։